Լսենք այն գլխավոր մանիպուլյացիան, որով առաջիկա ամիսներին ձեր գլուխը տանելու են, սիրելի ժողովուրդ։ Բոլոր նախկին իշխանությունները եւ բոլոր օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ Ես բայց նաեւ արդեն հայտնել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատերի 2026 թիվը դառնում է շատ կարևոր տարի, որովհետև մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայաստանում ժողովուրդը շարունակի որոշել, թե ով է լինելու իշխանություն, թե ով է լինելու վարչապետ, այլ ոչ թե Քոչարյանը եւ երկու օլիգարխները, ռուսաստանցի օլիգարխը եւ տեղական օլիգարխը։ Ես բայց նաեւ արդեն հայտնել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատերի Ուժերի նպատակը Հայաստանի Հանրապետությունը օլիգարխների գրպանային պետություն սարքելն է։ Բա 2018-ին ասում եք, որ Հայաստանում էլ օլիգարխներ չկան։ Նախ եկեք հասկանանք, թե ինչ է օլիգարխիան։ Օլիգարխը մեծահարուստներ են, ովքեր իշխանության մեջ են եւ ազդեցություն ունեն իշխանության պետական որոշումների վրա։ Այն մարդիկ, ում դուք նշում եք, ունեն այդպիսի ազդեցություն։ Եվ ես հիմա ձեզ հարց եմ տալիս. Օլիգարխի արդյոք մեծահարուստ Խաչատուր Սուքիասյանը, ով քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր է, հաղթում է բազմաթիվ տենդերներ, բանկեր ունի, այդ բանկերով դուք վարկեր եք ստանում, օլիգարխ է թե չէ։ Օլիգարխի արդյոք Սամվել Ալեքսանյանը, Նիկոլ Փաշինյանի աղբերը, ինչպես ինքն էր ասում, Նիկոլ Փաշինյանը պետք է գա մեր համայնք իրար հետ ընտրություն անենք, դրան որ ինքը ուզում է ցույց տա, որ մեր հետ ինքը մեր աղբերն է, ինքը մեր հետ է։ որը այսօր Հայաստանի թիվ 1 հարկատուն է, ով ձեր սիրած ռուսների հետ հեռախոսների, բջջային հեռախոսների եւ այլ տեխնիկայի ռեէքսպորտ է անում եւ այնքան շատ է օգտվել այդ ռեէքսպորտից ձեր սիրած ռուսների հետ, նաեւ Խաչատուր Սուքիասյանը ոսկու բիզնեսում ձեր սիրած ռուսների հետ, որ դարձել է թիվ 1 հարկատու։ Արդյոք օլիգարխ է Նարեկ Նալբանդյանը, ով ըստ մամուլի տեղեկությունների կապված է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների կամ քաղաքական այլ կապվածություններ ունի, 888 սուպերմարկետի տերը, ով վերջերս նաև գրավ էր դրել, որպեսզի մկներից եւ ձկներից հայտնի մարդիկ հանկարծ չդատվեն եւ հանգիստ տանը նստեն։ Արդյոք օլիգարխ է օրինակ ձեր սիրած Ռուսաստանում Գուրգեն Արսենյանը, մեծահարուստ մարդ, ով դեսպան է այսօր, օլիգարխ է թե չէ։ Հետևաբար, ինչ եք դուք գլուխները տանում մեր ժողովրդի մարդկանց քաղաքացիների ձեր լոլոներով։ Եվ մի հարց վերջում, մինչև Արցախի այդ ողբերգական իրադարձությունները վերջնական, մինչև ազգը նույնիսկ իմացավ, թե դուք ինչ տեսակ եք, ինչպես եք դավաճանում եւ հանձնում Հայաստանի պետական շահերը, մինչև այդ նույն Սամվել Կարապետյանը որևէ խնդիր ձեր համար չէր ստեղծել, չէր հանդես եկել եկեղեցու պաշտպանությամբ, ազգային արժեքների պաշտպանությամբ, նա օլիգարխ չէր, բայց երբ հանդես եկավ, միանգամից դարձավ օլիգարխ։ Սա եք դուք։ Օլիգարխիան, կրկնում եմ սիրելի ժողովուրդ, դա մեծահարուստներ են իշխանության մեջ, այլ ոչ թե ընդդիմության։ Եվ այստեղ է, որ ձեզ դրել են ուղակի հայտնի կենթանու տեղ, թույլ մի տվեք։ Իսկ իրականում, նախկին թե ներկա, այդ բանավեճը ես բազմիցս կոչ եմ արել ուղակի դեն շպրտել պատմության աղբամանը եւ ժողովուրդ ջան, ուշադրություն դարձրեք նոր ուժերին, երրորդ ուժերին, բայց թող տպավորություն չստեղծվի, թե ես նախկին կամ ներկա կամ ապագա որևէ օլիգարխի կամ մարդով պետական շահերի դեմ է գործում փորձում եմ արդարացնել, ոչ։ Ինձ մտահոգում է մեր երկրի շահը, ինձ մտահոգում է ճշմարտությունը եւ որպեսզի մեր ժողովրդին ապուշի տեղ չդնեն։ Իսկ այս երգը վաղուց է երգվել եւ օլիգարխներին փնտրեք ձեր շարքերում, հարգելի ՔՊԱ-ականներ։